Այն օրը, երբ երկինքը կարծես փլվեց Անահիտի գլխին, Երևանը ողողված էր աշնանային սառը անձրևով։ Հիվանդանոցի սպիտակ պատերը, որոնք ամիսներ շարունակ նրա համար հույսի ու նոր կյանքի սպասման խորհրդանիշ էին, հանկած դարձան սառն ու անտարբեր դամբարան։ Անահիտը պառկած էր մահճակալին, նայելով առաստաղի անկյունում պարող ստվերներին։ Նրա մարմինը դեռ զգում էր այն սարսափելի ծանրությունը, որից նրան ազատել էին մի քանի ժամ առաջ, բայց հոգու դատարկությունը շատ ավելի անտանելի էր։ 9 ամիս նա իր սրտի տակ կրել էր փոքրիկ Նարեկին, պատկերացրել էր նրա առաջին ժպիտը, նրա աչքերի գույնը, այն թե ինչպես է նա առաջին անգամ մայրիկ ասելու։ Բայց հիմա սենյակում տիրում էր միայն մահացու լռություն։ Չկար ոչ մի ճիչ, ոչ մի շնչառություն։ Բժիշկների հայացքները, երբ նրանք երեխային դուրս էին տանում սենյակից, ամեն ինչ ասում էին առանց բառերի։ Արամը, նրա ամուսինը, ում հետ նա անցել էր 10 տարվա երկար ու երբեմն դժվարին ճանապարհ, կանգնած էր պատուհանի մոտ։ Նա միշտ էլ զուսպ մարդ էր, բայց այսօր նրա լռությունը տարօրինակ էր թվում։ Նա նույնիսկ չէր նայում Անահիտի կողմը։ Երբ բուժքույրը վերջին անգամ մտավ սենյակ ու դուրս եկավ թողնելով նրանց մենակ, Արամը դանդաղ շրջվեց։ Նրա դեմքին չկար ոչ մի արցունք, ոչ մի ցավի հետք, միայն մի տեսակ սառը, գրեթե հաշվարկված հանգստություն։ Նա մոտեցավ Անահիտին, որը դողում էր անդադար, և թեթևակի հպվեց նրա սառը ձեռքին։ Նրա ձայնը հնչեց հանգիստ, չափազանց հանգիստ այսպիսի պահի համար։ Դա քո մեղքը չէր, Անահիտ, մի մտածիր այդ մասին։ Դեպքեր են լինում, որոնք մեր ուժերից վեր են։ Նա մի պահ լռեց, նայեց դռան ուղղությամբ ու ավելացրեց. Ես պետք է գնամ, մի քանի հարց կա լուծելու բժիշկի հետ։ Հանգստացիր։ Նա դուրս եկավ սենյակից նույնիսկ հետ չնայելով, թողնելով Անահիտին իր սեփական վշտի ու մեղավորության զգացումի մեջ, որը կրծում էր նրան ներսից։ Անահիտը փակեց աչքերը։ Նա հիշում էր վերջին շաբաթները։ Նա իրեն վատ էր զգում, անընդհատ գլխապտույտներ ուներ, բայց Արամը միշտ ասում էր, որ դա բնական է, որ նա պետք է խմի այն դեղերը, որոնք ինքն էր բերում տուն, ասելով, թե իր ընկեր բժիշկն է նշանակել։ Անահիտը վստահում էր նրան։ Նա երբեք չէր կասկածի իր ամուսնուն, որը միշտ այնքան հոգատար էր թվում։ Բայց հիմա, այս սառը լռության մեջ, ինչ-որ բան նրանք հանգիստ չէր տալիս։ Ինչու Արամը չլացեց։ Ինչու նրա աչքերում կորստի ցավ չկար։ Միթե նա նույնպես չէր սպասում իր որդուն։ Անահիտի մտքերը խառնվել էին իրար։ Նա զգում էր, որ թմրում է վշտից, մինչև որ դռան կամացուկ ճռռոցը ստիպեց նրան բացել աչքերը։ Դռան արանքից ներս սահեց նրանց հնգամյա դուստրը Մանեն։ Նա պետք է որ տատիկի հետ լիներ միջանցքում, բայց երեխան կարողացել էր աննկատ ներս սողոսկել։ Մանեն միշտ էլ շատ խելացի ու ուշադիր երեխա էր։ Երբեմն նրա հայացքի մեջ այնպիսի խորություն կար, որը սարսափեցնում էր մեծերին։ Նա մոտեցավ մորը, բայց չլացեց, չխնդրեց, որ մայրիկը գրկի իրեն։ Նա կանգնեց մահճակալի մոտ ու իր փոքրիկ դողացող ձեռքը դրեց Անահիտի ուսին։ Նրա աչքերը լի էին վախով ու մի տեսակ հաստատակամությամբ։ Նա թեքվեց մոր ականջին ու շշնջաց, այնպիսի ձայնով, որն Անահիտի մարմնով սարսուր անցկացրեց։ Մայրիկ, ուզում ես իմանալ, թե իրականում ինչ է պատահել։ Նայիր սրան։ Մանեն իր գոգնոցի գրպանից հանեց Արամի հին հեռախոսը, որը նա սովորաբար տալիս էր աղջկան մուլտֆիլմեր դիտելու համար, բայց այս անգամ Մանեն բացեց պատկերասրահն ու միացրեց մի տեսանյութ, որը նկարվել էր ընդամենը մի քանի օր առաջ, երբ Անահիտը խոհանոցում քնած էր սեղանի շուրջ, հերթական դեղահաբից հետո թմրած։ Տեսանյութում Արամն էր, նա կանգնած էր պաշգամբում և խոսում էր հեռախոսով։ Նրա ձայնը բոլորովին այլ էր, սառը, գործնական և անողոք։ Այո, ամեն ինչ ըստ պլանի է, ասում էր Արամը։ Բժիշկը գիտի ինչ անել, նա կասի, որ ընկերքի շերտազատում է եղել։ Անահիտը չպետք է իմանա, որ երեխան առողջ էր։ Ես չեմ կարող թույլ տալ, որ այս երեխան ծնվի և խանգարի իմ ծրագրերին։ Այդ ժառանգությունը միայն իմը պետք է լինի։ Իսկ նրանից ես կազատվեմ մի փոքր ուշ, երբ նա վերջնականապես կոտրվի այս կորստից։ Դեղերը գործում են, նա արդեն ոչինչ չի հասկանում։ Անահիտը նայում էր էկրանին ու չէր հավատում իր աչքերին։ Տեսանյութի վերջում երևում էր, թե ինչպես է Արամը մտնում սենյակ, մոտենում Անահիտին ու ժպտալով հանում իրական դեղերը, դրանց փոխարեն լցնելով ինչ-որ այլ հաբեր։
Այդ ժպիտը դա սատանայական էր։ Անահիտը զգաց, թե ինչպես է իր ներսում ամեն ինչ մեռնում՝ վիշտը, սերը, հավատը, փոխարենը ծնվում էր մի սարսափելի, սառը կատաղություն։ Նրա ամուսինը սպանել էր իրենց որդուն, փողի ու իր ծրագրերի համար։ Նա դիտավորյալ թունավորել էր իրեն ամիսներ շարունակ։ «Մայրիկ, ես սա տեսա ու վախեցա», շշնջաց Մանեն սեղմվելով մորը։ «Պապիկն ասաց, որ եթե ասեմ, դու էլ կմեռնես»։ «Բայց ես չեմ ուզում, որ դու մեռնես»։ Անահիտը դանդաղ վեր կացավ, նրա մարմնի ցավը անհետացել էր, այն փոխարինվել էր պողպատե կամքով։ Նա վերցրեց հեռախոսը, ամուր սեղմեց ձեռքի մեջ ու նայեց դռանը։ Արամը հենց նոր էր մտնում ներս, դեմքին նույն կեղծ, մխիթարող հայացքը։ «Անահիտ, դու ինչու ես վեր կացել, քեզ չի կարելի», ասաց նա փորձելով մոտենալ։ «Դա իմ մեղքը չէր, Արամ», ասաց Անահիտը, ձայնը հնչեցնելով այնքան հաստատուն, որ Արամը տեղում քարացավ։ Նա բարձրացրեց հեռախոսն ու սեղմեց նվագարկման կոճակը։ Սենյակում հնչեց Արամի սեփական ձայնը։ Նրա դեմքը վայրկյանների ընթացքում դեղնեց, հետո դարձավ մոխրագույն։ Նա փորձեց ինչ-որ բան ասել, արդարանալ, բայց բառերը խեղդվում էին նրա կոկորդում։ Անահիտը նայում էր նրան ոչ թե որպես կնոջ, ում նա կոտրել էր, այլ որպես դատավորի։ «Դու սպանեցիր մեր որդուն», ասաց նա շշուկով, որն ավելի բարձր էր հնչում, քան ցանկացած ճիչ։ «Դու կարծում էիր, որ ես թույլ եմ, բայց դու մոռացել էիր մեկ բան. ես մայր եմ, իսկ մայրը, ումից խլել են երեխային, ոչինչ չունի կորցնելու»։ Անահիտը կանչեց բուժքրոջը և պահանջեց կանչել ոստիկանությանը ու հիվանդանոցի տնօրենին։ Արամը փորձեց փախչել, բայց միջանցքում արդեն հավաքվել էին մարդիկ, ովքեր լսել էին աղմուկը։ Այդ օրը Անահիտը կորցրեց իր որդուն, բայց նա փրկեց իր դստերը և իրեն։ Երբ նրանք Մանեի հետ դուրս եկան հիվանդանոցից, անձրևը դադարել էր։ Անահիտը գիտեր, որ առջևում երկար ու ցավոտ դատավարություններ են, որ իր սիրտը երբեք չի բժշկվի, բայց նա նաև գիտեր, որ ճշմարտությունը հաղթել է։ Նա ամուր բռնեց Մանեի ձեռքն ու նրանք քայլեցին դեպի մեքենան, թողնելով անցյալի մղձավանջը այդ սառը պատերի հետևում։ Մեքենայի մեջ տիրող լռությունն ավելի ծանր էր, քան հիվանդանոցի սառը պատերի շունչը։ Անահիտը սեղմել էր ղեկը, թեև նրա մատները դեռ դողում էին։ Նա չէր նայում հետհայաց քայելուն, որտեղ երևում էր հեռացող հիվանդանոցի շենքը, այն վայրը, որը պետք է լիներ իր որդու ծննդավայրը, բայց դարձավ նրա գերեզմանը։ Մանեն կողքին նստած էր, փոքրիկ մարմնով կպած նստատեղին, հայացքը հառած պատուհանից այն կողմ սաղող թաց փողոցներին։ Նա չէր հարցնում, թե ուր են գնում, նա պարզապես զգում էր մոր ներսում բռնկված այն անտեսանելի հուրը, որը թույլ չէր տալիս նրան կոտրվել։ Տուն հասնելուն պես Անահիտը զգաց, որ շնչահեղձ է լինում։ Այս պատերը, որոնք ինքը սիրով ձևավորել էր, որտեղ ամեն մի անկյունում Նարեկի համար պատրաստված իրերն էին, հիմա թվում էին թունավորված։ Նա մտավ ննջասենյակ և տեսավ Արամի իրերը, նրա ժամացույցը սեղանին, նրա օդեկոլոնի հոտը, որը դեռ օդում էր։ Այդ հոտը հիմա նրան սրտխառնոց էր պատճառում։ Նա մի մեծ պարկ վերցրեց և սկսեց կատաղի կերպով ներս նետել ամուսնու հագուստները, փաստաթղթերը, ամեն ինչ, ինչը հիշեցնում էր այդ մարդու գոյության մասին։ Նա գտավ մի թաքնված գզրոց, որի մասին նախկինում չգիտեր։ Այնտեղ Արամի երկրորդ հեռախոսն էր և մի քանի բանկային քաղվածքներ։ Անահիտի ձեռքերը քարացան, երբ նա տեսավ գումարները։ Արամը ամիսներ շարունակ խոշոր փոխանցումներ էր ստացել ինչ-որ օֆշորային հաշիվներից, որոնք կապված էին Անահիտի հոր ընկերության հետ։ Պարզվեց, որ Արամը ոչ միայն սպասում էր ժառանգությանը, այլև արդեն իսկ թալանում էր այն։ Բայց ամենասարսափելին մի փոքրիկ թղթի կտոր էր, բժիշկ Սահակյանի ձեռագրով։ Դեղաչափը ավելացրու աստիճանաբար, որպեսզի օրգանիզմը սովորի և հանկարծակի շոկ չլինի մինչև վերջին պահը։ Սա սպանության նախագիծ էր, գրված սպիտակ թղթի վրա։ Հաջորդ օրերը վերածվեցին անվերջանալի մղձավանջի։ Ոստիկանությունը, քննիչները, փաստաբանները։ Անահիտը ստիպված էր 1000 անգամ վերապրել իր ցավը։ Բժիշկ Սահակյանը, տեսնելով, որ ապացույցներն անհերքելի են, սկսեց խոսել։ Նա պատմեց, թե ինչպես է Արամը իրեն դրդել այդ քայլին, սպառնալով բացահայտել նրա անցյալի բժշկական սխալները։
Պարզվեց, որ Արամը հոգեբանական հանճար էր, ով կարողանում էր մարդկանց վախերն օգտագործել իր նպատակների համար։ Բայց ամենադժվարը Մանեի հետ էր։ Երեխան դադարել էր խոսել։ Նա միայն նկարում էր, սև ու մոխրագույն պատկերներ, որտեղ միշտ մի փոքրիկ աղջիկ էր թաքնված դռան հետևում։ Անահիտը հասկացավ, որ իր վիշտը պետք է մի կողմ դնի դստերը փրկելու համար։ Նա Մանեին տարավ քաղաքից դուրս իրենց հին ամառանոցը, որտեղ միայն բնությունն էր ու լռությունը։ Այնտեղ, սարերի գրկում, նրանք սկսեցին կտոր առ կտոր հավաքել իրենց ջարդված կյանքը։ Մի օր, երբ նրանք նստած էին բուխարու մոտ, Մանեն հանկարծ նայեց մորն ու ասաց. «Մայրիկ, Նարեկը հիմա աստղ է դարձել, չէ՞։ Նա մեզ տեսնում է»։ Անահիտի աչքերը լցվեցին, բայց նա ժպտաց. «Այո, բալես, նա մեզ տեսնում է ու հպարտանում է քեզնով, որովհետև դու շատ քաջ աղջիկ ես, դու փրկեցիր մեզ երկուսիս»։ Դատավարությունը սկսվեց 3 ամիս անց։ Դա ամբողջ հանրապետության ուշադրության կենտրոնում էր։ Արամը փորձում էր խաղալ զոհի դերը, պնդելով, որ Անահիտը հոգեկան խնդիրներ ունի եւ ինքն է իրեն վնասել։ Նրա փաստաբանները դաժանորեն հարցաքննում էին Անահիտին, փորձելով նրան հունից հանել, բայց Անահիտը կանգնած էր անսասան։ Նրա մեջ այլևս չկար այն վախը, որը նա զգում էր տարիներ շարունակ։ Վերջին նիստի ժամանակ, երբ դատավորը պետք է հրապարակեր վճիռը, Անահիտը խնդրեց վերջին խոսքի իրավունք։ Նա շրջվեց դեպի Արամը, ով նստած էր ապակյա վանդակի հետևում։ «Դու կարծում էիր, որ կարող ես խլել ինձնից ամեն ինչ, իմ որդուն, իմ արժանապատվությունը, իմ ապագան», ասաց նա հանգիստ, բայց այնպիսի ձայնով, որ դահլիճում շունչները պահեցին։ «Դու կարողացար սպանել Նարեկին, բայց դու չկարողացար սպանել այն մորը, որը ես դարձա այդ գիշեր։ Դու այսօր չես գնում բանտ միայն քո արածի համար, դու գնում ես այնտեղ, որովհետև աշխարհում չկա ավելի հզոր ուժ, քան ճշմարտությունը, որը դուրս եկավ մի հնգամյա երեխայի շուրթերից։ Դու պարտվել ես քո սեփական դստերը»։ Արամը առաջին անգամ հայացքը թեքեց։ Նրա դեմքին հայտնվեց մի սարսափելի արտահայտություն։ Նա հասկացավ, որ իր կյանքը վերջացած է։ Դատավորը նրան դատապարտեց ցմահ բանտարկության, իսկ բժիշկ Սահակյանին 20 տարվա։ Դուրս գալով դատարանի շենքից, Անահիտը խորը շունչ քաշեց։ Արևը վերջապես դուրս էր եկել ամպերի հետևից։ Նա տեսավ Մանեին, ով վազում էր դեպի իրեն, ձեռքում պահած մի փոքրիկ ծաղիկ։ Անահիտը գրկեց դստերը եւ զգաց, որ կյանքը, չնայած իր բոլոր դաժանություններին, շարունակվում է։ Նա գիտեր, որ երբեք չի մոռանա Նարեկին, որ ամեն օր նրա պակասը զգալու է, բայց նա նաև գիտեր, որ ինքը հաղթել է։ Նա ապրելու էր, պայքարելու էր ու երջանիկ էր լինելու, ի հեճուկս այն ամենի, ինչ իր հետ պատահեց։ Տարիներ անց Անահիտը հիմնեց մի հիմնադրամ, որն օգնում էր այն կանանց, ովքեր ենթարկվել էին ընտանեկան բռնության եւ հոգեբանական ճնշումների։ Նա դարձավ հույսի խորհրդանիշ շատերի համար, իսկ Մանեն մեծացավ, դառնալով ուժեղ եւ ազնիվ մի աղջիկ, ով միշտ հիշում էր այն գիշերը, երբ ինքը փրկեց իր մորը։ Նրանք հաճախ էին գնում Նարեկի անունով տնկված այգին, որտեղ ծառերը արդեն բարձրացել էին ու ստվեր էին տալիս։ Այնտեղ, քամու շրշյունի միջ, Անահիտը միշտ լսում էր իր որդու ձայնը, որն ասես շշնջում էր. «Շնորհակալ եմ, մայրիկ, որ չհանձնվեցիր»։ Սա մի պատմություն էր ոչ թե միայն կորստի, այլ վերածննդի մասին։ Այն մասին, որ նույնիսկ ամենամութ գիշերվանից հետո միշտ գալիս է լուսաբացը, եթե քո սրտում կա անկեղծ սեր եւ արդարության ծարավ։ Անահիտը հասկացավ, որ իրական ուժը ոչ թե ուրիշին ցավ պատճառելու, այլ այդ ցավից հետո նորից ոտքի կանգնելու մեջ է։